Ողջույնները Սարմաշի համից։ Բարի եւ խաղաղ կիրակի բոլորիդ հարգելիներս, այսօր ամսի 30-ն է եւ մենք այսօր պատրաստվում ենք ժամի 3-ին տանից դուրս գանք Էլենիս հետ, որպեսզի Էլենս այսօր նվագի իր թառը Երևանում, հարգելիներս։ Դե ես ասել էի, որ պետքա Էլենս նվագի, մեծ փառատոն ա լինելու եւ առաջին անգամն է, որ Էլենը թառով մեծ բեմա դուրս գալի։ Դե տեսնենք էլի, այսօր Էլենս կնվագի թառը, մենք Էլենիս հետ կգնանք, իսկ հիմա ուզում եմ մեկ բաժակ սուրճս վայելեմ մեր այգում, ծաղիկների բույրը շնչեմ մեր այգու մաքուր օդը շնչեմ հարգելիներս, ու դրանից հետո անցնեմ տնային գործերին, որ պատրաստվենք ու տանից դուրս գանք։ Էլենս մի քիչ լարվում է, երեկվանից ասում է, մամ, կարամ նվագեմ, կարամ արդարացնեմ ինձի, լավ պարապել է հարգելիներս, լավ նվագում է, բայց դե երեխա է ամեն դեպքում, որ պետքա նվագի մեծ բեմում, ոնց որ ինքը իրան չվստահի, բայց դե ես այնքան հանգիստ եմ, որովհետև իմ Էլենը ամեն հարցում ինչ որ իրան է պատկանում, երգի հետ կապված, նկարչության հետ կապված, ես վստահ եմ իր ուժերին, ես շատ վստահ եմ իմ աղջկա ուժերին, տեսա դնում արդեն գազօջախին, Լավ ծաղկել է շլոր արդեն, լրիվ կանանչել է տերևները, գիլասն էլ է լավ բռնե,
Բայց լավ կտրել ես վերևա մասը։ Լավ էտել ես։ Հարգելի հետևորդներ ջան, մենք հիմա տանից դուրս ենք եկել և գնում ենք Երևան։ Ոնց է Էլեն ջան տրամադրությունդ։ Լավ։ Կանանչա, բայց դե չես հասկանում։ Ոչ տերևներն ամեն ոչ։ Արորոտ ու ծտիկներից։
Հարգելի բարեկամներ, շնորհակալություն ենք հայտնում մեր մասնակիցներին իրենց կատարման համար, շնորհակալություն նրանց ուսուցիչներին, կոնցերտմայստերներին, կաններ միավորները պատրաստ կլինեն մի փոքրիկ հայտարարություն։ Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսի 27-ից հունիսի 4-ը Իսպանիայում կկայանա արվեստի միջազգային մրցույթ փառատոն, որին կարող են մասնակցել նաև Art Music արվեստի միջազգային փառատոնի դափնեկիրները։ Հայտ կարելի է ներկայացնել ցանկացած անվանակարգում, մասնակիցները կայցելեն Էլեն ջան, ո՞նց է տրամադրությունը։ Իմ աղջիկը երրորդ տեղը հաղթեց երրորդ տեղը։ Էլի լավ է, առաջին անգամ իմ աղջիկը նվագեց բեմում։ Չէ՞։ Ու հարգելիներս 15 պետության երեխաներ նվագում են փառատոնին։ Դե գնացինք արդեն, ավարտվեց այսօրվա փառատոնը։ Դե ինչ հարգելի հետևորդներ ջան, մենք արդեն տանն ենք։ Դե ես ասացի, որ Էլենս զբաղեցրեց երրորդ տեղը, դե նորմալ է, որպեսզի երեխան առաջին անգամ նվագել է բեմում միջազգային փառատոնին։ Նորմալ է, որ զբաղեցրեց երրորդ տեղը։ Էլենի հետ մեր հարևանի տղան էլ էր նվագում, ինքն էլ 6 տարի է թառ նվագում, նորից նույն գյուղում, որտեղ որ Էլենն է թառ պարապում, Ալենն էլ է հարևանիս տղան։ Ինքն էլ ընկավ երկրորդ տեղը, բայց շատ լավ էր նվագում Ալենը, որովհետև ու Ալենի համար առաջին անգամ չէր, Ալենը ասում եմ երկար տարի է թառ նվագում ու շատ է մասնակցել փառատոնների, դե Էլենիս համար, որ առաջին անգամ է, լավ է, չենք հուսահատվում, չէ Էլեն ջան, հիմա որտե պիտի նորից գնաս նվագես թառ։ Էջմիածինում փոքրիկ քայլ մրցույթի փառատոնի։ Նորից փառատոնի պետք է Էլենս նվագի, ամսի 26-ին է, Էլենս պետք է անսամբլի հետ երգի, դա էլ տափերական գյուղում, հա, հենց տափերականի մշակույթի տանը։ Դե ինչ հարգելիներս, բոլորի ցանկանում եմ բարի եւ խաղաղ գիշեր, եւ ովքեր նոր են միացել մեր ալիքին, անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակոճակը, գրեք հաճելի դրական մեկնաբանություններ, հարգելիներս, որովհետև ձեր մեկնաբանությունները ինձ ուժ են տալի, որ ես ավելի ու ավելի զարգացնեմ իմ ալիքը եւ շնորհակալ եմ ձեզ, որ դուք կաք, դուք իմ կողքին եք, իմ հավատարիմ հետևորդներ ջան։ Եվ բոլորի ցանկանում եմ բարի եւ խաղաղ գիշեր, հարգելիներս։